Երեք համայնքները հսկում են մեր բոլոր շրջանները, հսկում են մեր բոլոր տները այնտեղ, որ մարդիկ չկան, իրանց պետք է ածեն ավելի օգտակար են դառնում, թե վիրավորներին, թե սահման արարողությունները, որ դնում են։ Այնտեղ հիմա մենք ճիշտ է եկեղեցիներ ունեինք, բայց հիմա ներկայիս այդ համայնքները համախմբված են ամեն մեկը մի եկեղեցու, որպեսզի այդ արարողությունները լրիվ լինեն։ Իհարկե սա շնորհիվ մեր Հալեբի սրանից առաջացել եմ շտաբ օգնության վարչության, որոնք ղեկավարվում են իրենց համայնքապետերի կողմից։ Դա մեծ շնորհակալ խոսք պետք է ուղղվի իրենց։ Այս վերջին շրջանին, որ հաղորդումները եղան, ISIS-ի և Դաեշի զինյալները և Ջաբհաթ ալ-Նասրայի ստգին թեպի թուրքական սահմանները և Թուրքիան ասեմ, որ քրգափած ընդունեց իրենց սահմաններից փողեց և որպես փախստականների անվան տակ Եվրոպայել ուղարկեցին և բավական այսօր որպես փախստականների անվան տակ գտնվում են Եվրոպայում, Գերմանիայում, Շվեդիայում, բոլոր տեղերին այդ ահաբեկիչները ներխուժել են։ Թուրքիայի այս կեցվածքը երևի այս մի քանի օրվա ընթացքում նախագահ Պուտինը արդեն հրավիրել է Թուրքիայի, Սաուդ Արաբիայի, Կատարի արտաքին գործոց նախարարները պիտի հանդիպում ունենան այս երկու օրվա ընթացքում Վիեննայի մեջ Ռուսաստանի արտաքին գործոց նախարարի հետ։ Թե ինչ են խոսելու այնտեղ դակավին բարձ չի, ինչ համաձայնության կան, բարձ չի։ Սա ես կարող եմ ասել մի քիչ էլ մեր Հալեբի հայության մասին շատ հարցեր են դրվում, ամեն անգամ որ մենք գտնվում ենք այդտեղ հարցեր են դրվում, որ ինչքան հայություն է մնացել այնտեղ։ Այո, սա մեզ բոլորին էլ հուզող հարց է, ինչքան հայություն կա ներկայիս Հալեբ։ Հալեբը եղած էր այնպես մի խաղուց, որ հավատացեք, որ Հալեբի աշխարհում երևի այդպես խաղուց չի կա։ Լա հայապահպանման կողմ են, լա դպրոցներ են, լա եկեղեցիներ են, բայց ցավոք սրտի, որ այսօր խղճալի վիճակ է, բայց ամենայն դինում են դպրոցները, կան դպրոցները, դասավանդությունները, հայապահպանումը մնացել է։ Ես ուզում եմ մի քանի տեղեկություններ տալ մենակ դպրոցների մասին։ Օրինակի համար ասեմ, որ դպրոցները միացել են, ազգային դպրոցներ ասենք միացել են, օրինակ Գյուլբենկյան և Հայգազյան միացյալ մի դպրոց են արել, մի տեղ, օրինակի համար առաջինից 6-րդ դասարանը ընդհանուր կազմում է 210 աշակերտ, երկու դպրոցների, որոնք ժամանակին ունեցել են բավականին մեծ թվով աշակերտություն, մանկաբարձեր, որոնք 130 աշակերտ, Սահակյանը, Զավարյանը, էլի միացրել են իրարու, էլի 1-ից 6-րդ դասարանը 150 աշակերտ կա, Քարեն Եփե Ջեմարանը, որը երկրորդական էր, 7-րդից մինչև 12-րդ, պատերազմից առաջ ասեմ 1500-ից ավելի աշակերտություն ունեն, բայց ցավոք սրտի այսօր մենակ կան 400 աշակերտ։ Եվ այս բոլորը համախմբված են ավելի ապահով մի շրջան Սուլեյմանի կոչվող տղամարդը Գյուլբենկյան դպրոցում։ Բոլոր այս դպրոցները մի այդտեղ մի տեղ են